Երևանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից գազ գնելու ու Իրանի տարածքով Հայաստան հասցնելու շուրջ։ Ինչ գնով ու պայմաններով, ըստ կառավարության, այս հարցի վերաբերյալ համաձայնություն առայժմ չկա։ Հնարավոր գործարքի մասին հայտարարել է վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը Երևանում կայացած Հայաստանի եւ Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Պաշտոնյայի խոսքով բանակցությունների մի քանի փուլ արդեն տեղի է ունեցել։ Քննարկումներ են անցկացվել նաեւ Իրանի հետ։ Թեհրանը համաձայնել է ծրագրին։ Գնում կատարել Թուրքմեն գազից, բնական գազի հետ կապված, Իրանի տարածքով կազմակերպել դրա փոխանակումը swap սխեմայով, ուրախություն մեզ պետք է ասել, որ մենք ունենք իրանական կողմի պաշտոնական համաձայնությունը։ Գործարքի դեպքում նաև մատակարարվող գազի հնարավոր ծավալի մասին է խոսվում՝ 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր։ Ռուսական Գազպրոմ Արմենիայի տվյալներով 2024-ին Հայաստան մոտ 2.4 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք է մատակարարվել։ Այսինքն Հայաստանի համար զգալի ծավալների մասին է հայտարարվել։ Հնարավոր գործարքի վերաբերյալ, սակայն, այլ մանրամասներ չեն հաղորդում։ Առայժմ ոչինչ չի հաղորդվել ժամկետների մասին։ Հայտնի չէ, թե այդ ծավալի գազը ինչ ժամանակահատվածում Հայաստան կհասնի։ Խոսքը տարեկան 600 միլիոնից 1 միլիարդ խորանարդ մետրի մասին է, թե ոչ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հորդորեցին գրավոր դիմել։ Թուրքմենական գազի թեման Հայաստանում նորություն չէ։ Այդ երկրից կապույտ վառելիք բերելու մասին խոսվում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ 2017-ին երկու երկրների նախագահները մեկ ամսվա տարբերությամբ միմյանց այցելեցին եւ ըստ լրատվամիջոցների քննարկումների օրակարգում էր նաև գազի հարցը։ Տարիներն անցան, գազը Հայաստան այդպես էլ չհասավ։ Թուրքմենստանը բնական գազի պաշարներով աշխարհում ամենախոշորներից է։ Կենտրոնական Ասիայի այս երկրից կապույտ վառելիքի արտահանման զգալի մասը Չինաստանին է բաժին ընկնում։ Թուրքմենստանն աշխարհի ամենաբռնատիրական ու փակ երկրներից մեկն է համարվում։ Հեղինակավոր Freedom House այն ռեպրեսիվ ու ավտորիտար է որակում, որտեղ քաղաքացիական ազատությունները գրեթե բացակայում են։ Ըստ տարբեր վերլուծությունների Թուրքմենստանն այժմ փորձում է դուրս գալ ինքնամեկուսացումից։ Պաշտոնական Աշխաբադը Եվրոպա գազ մատակարարելու պատրաստակամության մասին է հայտարարում։ Մարտի սկզբից թուրքմենական գազը Իրանի տարածքով Թուրքիա է հասնում։ Ձեռք բերված պայմանավորվածությամբ մինչ այս տարվա ավարտ Թուրքիա 1.3 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք կմատակարարվի։ Երկրների միջև բանակցությունները ձգվել են գրեթե 30 տարի։